Շարունակենք։ Այդուհանդերձ մտահոգիչ կամ վտանգավոր սցենարի պարագայում, եթե ի վերջո չբացառենք Տրամփի բնավորությունը, որ կարելի է ամեն տեսակ անակնկալ սպասել։ Տրամփն ասեց, խփեք Իրանին։ Ինչ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում։ Ինքը շատ տարողունակ հարցը հասկանում եմ, բայց փորձենք։ Միանգամից սկսենք նրանից, որ դա այս պահին քիչ հավանական է համարում, բայց եթե հանգարց այդպիսի բան լինի, իհարկե պետք է հասկանալ, որ էլի դա հողի վրա գործողություններ չեն լինելու։ Որևէ երկիր պատրաստ չի հողի վրա Իրանի դեմ հարձակում գործել կամ իր տարածքը տրամադրել։ Նմանվելու է իրաքյան պատերազմի առաջին օրերի սցենարին, հա։ Ահա, այսինքն օդային հարվածներ, թիրախային ընդ որում հարվածներ, որոնք որ ոչ Իրանում ինչ-որ ռեժիմի փոփոխության, ոչ մի այդպիսի արդյունքներ չի բերել, հակառակը ավելի է վնաս տալու ուրեմն հետագա պլաններին արևմուտքի, որտեղ Իրանը կկոնսոլիդանա ցանկացած արտաքին հարվածի պայմաններում։ Դրա համար ես կարծում եմ Տրամփը ավելի շատ սանկցիաների ուժգնացման կգնա, որը որ այսօր արդեն նավթի գների անկումը, թեև մի քիչ հետ եկավ այս երեկվա հայտարարությունից հետո, որ տարիֆները հետաձգում է 3 ամսով, բայց մեկ է դա միայն իր տարիֆներով չէր պայմանավորված այդ գների անկումը, նաև OPEC-ի որոշումներ, OPEC+-ի որոշումներ բաց թողնել ըստ էության ազատ սաուդցիների հայտարարությունը, որ իրանք ավելի մեծ քանակությամբ կսկսեն նավթ արդյունահանել։ Հենց այդ եմ ասում, OPEC-ի որոշումն է, որ առաջ կվոտաներ ունեին, սահմանափակում էին նավթի արդյունահանումը, որպեսզի գները բարձր մնան, քիչ էին վաճառում, որ թանկ պահեն։ Հիմա գոնե քանակի Հիմա որոշել են, տեսան, որ ուրիշ երկրները, քանի որ այդ շուկան գրավում են կամաց, ովքեր որ OPEC-ի անդամ չեն, որոշեցին, որ դե որ տենց է, գոնե քանակը վաճառելով ստանանք օգուտը ավելի մեծ շահույթ եւ սկսեցին բաց թողել եւ դա ցածր գները խփում է բոլոր նավթ արդյունահանող երկրներին եւ արտահանող, նախ եւ առաջ իհարկե Ռուսաստանին, Ադրբեջանին, բայց նաեւ Իրանին։ Բայց Իրանի դեպքում դա ավելի վատ կարող է լինել, որտեղ Միացյալ Նահանգները հայտարարել, Տրամփը հայտարարել է, որ կարող է սանկցիաներ կիրառել բոլոր այն երկրների հանդեպ, ովքեր որ Իրանի հետ առևտուր են անում նավթի։ Դա թիրախային արդեն սանկցիաներ կլինեն եւ Իրանը արդեն ընդհանրապես չի կարողանա նավթ վաճառել, որտեղ տվյալ դեպքում արդեն հարց է, կարող է Չինաստանը չի ենթարկվել սանկցիաներին, որտեղ արդեն առևտրային պատերազմի մեջ է Միացյալ Նահանգների հետ, Էլ չեմ ասում, որ Իրանը նաև Չինաստանը հրաժարվում է ամերիկյան էներգակիրներից եւ հիմա ասում է կանադականի եւ ավելի Իրանի։ Նաև ավստրալիականի ինչ որ իմաստով։ Հա, ուզում ասեմ ինքը պահանջարկ ունի եւ Իրանի հետ կարող է առևտուր շարունակել, չի ենթարկվելու ամերիկյան սանկցիաներին։ Այնպես որ այս իմաստով իհարկե Ամերիկան դեռ բավականին մեծ պոտենցիալ ունի ճնշելու Իրանին առանց որևէ ռազմական գործողության եւ Իրանը դա հասկանալով գնում է բանակցություններին, չնայած միջև այդ հայտարարել էր, որ այս ձևաչափով, այս պայմաններով, այս պահանջներով, փաթեթով բանակցություններին ինքը չի մասնակցելու, բայց գնաց մասնակցում է։ Այնպես որ տեսնենք ինչով կավարտվեն Օմանի բանակցությունները նաեւ։ Միացյալ Նահանգների իհարկե այս պարագայում ավելի ճիշտ է ասել Թրամփի տարիֆային պատերազմը կհանգեցնի համաշխարհային տնտեսական ծանր հետևանքների։ Արդեն կարելի է ասել, որ ոչ, որովհետև հետ քաշեցնու, հետաձգեց 3 ամսով, ասենք դիտարկենք 3 ամիս հետո։ Բայց ինչի հետ երկարաձգեց, որովհետև հասկացավ ինչ կոլապսի է բերում նույնիսկ իր ֆոնդային բորսաները, շուկաները տրիլիոնավոր դոլարների վնաս հասցրեց տասնյակից ավելի, եթե չեմ սխալվում, 10 տրիլիոնից ավելի վնաս հասցրեց ֆոնդային բորսաները տրիլիոնից, հա։ Տրիլիոնից եւ այդտեղ հիմնական շահառուներն են այդ ֆոնդային բորսաների շահույթների, այն օլիգարխները, որոնք որ իր կողքին են կանգնած։ Եվ նույն մասկը տեսեք արդեն ռետրոբանությունը փոխել եւ ուղիղ հակադրության մեջ է մտել իր տնտեսական հարցերով խորհրդականի հետ։ Ինչ ասես գրում են իրար, մեկը Twitter-ում սրան անպատվում է իդիոտ ես, սա սրան գրում է դու մեքենա հավաքող ես, ըսկի արտադրող չես, ըսկի նկատի ունի որ պահեստամասերստի ծնդից առնում ես հավաքում ես քո Տեսլաները նույնիսկ չես արտադրում։ Եվ դա ամերիկյան էլիտան է։ Ну հա, այսօրվա էլիտան։ Պրես քարտուղարին էլ հարցնում են, այս ինչ տուրը դմփոցա Տրամփի երկու թևերի միջև, ասում է դե տղաները միշտ մնում են տղաներ։ Այո։ Այսինքն իրենց մոտ դե Տրամփի ռետրոբանությունն էլ որ հաշվի առնենք ինչ էր ասում աշխարհի առաջնորդներին, թե ինչ են անում իրեն տարիֆները։ Այո, չեմ ուզում նույնիսկ կրկնել, ուղղակի ապշում ես, բայց համենայնիվ ուզում եմ ասեմ դա անձնականացված է շատ, բայց ինքը հասկացավ, որ նույնիսկ այդ դաշտում կարող է խնդիրներ ունենալ, ինքն էլ անձամբ կորուստներ ունեցավ, կես միլիարդի կորուստներ էլ ինքը ունեցավ։
եւ միջև այդ 35 միլիարդ էլ եթե չեմ սխալվում մասկը Ավել, Ավել։ Չէ, այս վերջի հայտարարությունից հետո ընդհանուր։ Ուզում ասեմ, որ ինքը մի կողմից իհարկե այնտեղ ամերիկյան պարտքը ավելի էժանացավ, որովհետև դոլարներ, երբ որ դուրս եկան ակցիաներից, այսինքն ներդրողները սկսեցին վաճառել ակցիաները եւ փողերը հետ վերցնել, այդ փողերը միտեղ պետք է ներդնեն, որտեղ փողերը ինֆլյացիայի արդյունքում կորում են, եթե դու ինչ որ միտեղ չես ներդրում, գոնե ինչ որ տոկոս վրա են գա, հա։ Եվ դրա լավագույն ներդրումը ոսկին էր, դրա համար ոսկին սկսեց թանկանալ, բայց միակ ոսկին ռիսկային է եւ սկսեցին նաեւ օրինակ նույն Օրեն Բաֆետը գնել ամերիկյան պարտատոմսեր, պետական պարտատոմսեր։ Եթե սկսում են ներդրողները խոսքը կարճաժամկետ պարտատոմսեր։ Եվ կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Կարևորը որ ներդրողները երկարաժամկետ ավելի շահութաբեր են թերապես լինում։ Հա, բայց հարցն է, որ երբ որ շատ են սկսում գնել այդ պարտատոմսերը, իրենց տոկոսադրությունները իջնում են, այսինքն պահանջարկը մեծ է, Միացյալ Նահանգները պարտավոր չէ ավելի բարձր տոկոս տա, ինչա թե շատ առնեն։ Առնողներ կան, ինքը իջեցնում է տոկոսը, եւ պետ բյուջեի վրա Միացյալ Նահանգների դրա սպասարկման բեռը նվազում է։ Եվ մի բան է 5%, մի բան է 4%, մի բան է 3%, տրիլիոնների տարբերություն է տալիս, որտեղ 36 տրիլիոնի պարտք ունի Միացյալ Նահանգները, եւ այս ամեն ինչ պատմությունը սկսելու պատճառներից մեկն էլ նաեւ դա էր, այդ տարիֆների արդյունքում այդ փողը որ պետք է կուտակվեր, իբր թե ինքը պետք է ուղղեր նաեւ այդ պարտքի սպասարկմանը, բայց նաեւ այս պարտքի էժանացումը, իսկ դա վերաձևակերպման հնարավորություն էր տալու, այսինքն այն թանկ տոկոսներովները վաճառել եւ էժան տոկոսներովի գնալ, հա, Միացյալ Նահանգների համար։ Ուզում եմ ասեմ, ամեն դեպքում Տրամպը որոշակի օգուտ բերեց այս խառնակցություններով տնտեսական դաշտում, պետական պարտքի տեսակետից ինքը որոշակի մի քանի 100 միլիարդի առնվազն օգուտ բերեց, այսպեսի բայց հաշվարկ կա։ Իդեալիզմի հետևից ընկնելով ի վերջո հասկանանք, որ բիզնեսը դա մնում է բիզնես, փողը դա փողը, ապրանքը դա ապրանքը, հայտնի են բոլոր այդ օրենքները։ Տրամպը մոտավորով իր այդ իդեա ֆիքսը, եթե sense կարելի ասել, մնում է, որ Ամերիկան պետք է ամեն ինչ արտադրի ինքը իր համար։ Այսինքն Տրամպը մոտավորապես հետ է գնում դեպի 70-ականների Միացյալ Նահանգներ։ Ավելի Բայց ներողություն, եթե մենք հիշենք երկու նմանատիպ երկիր, Գերմանիան եւ Սովետական Միությունը մինչեւ համաշխարհային պատերազմը, այնտեղ ամեն մեկը իր հերթին ասում էր մենակ իմը պետք է լինի, եւ տեսանք թե ինչ եղավ։ Այսինքն մինչեւ չեղավ միջազգային ինտեգրացիան Սովետական Միությանը օգնելու իմաստով, Սովետական Միությունը տեղից իրար չեկավ։ Ընդհանրապես համաշխարհային շուկայի տրամաբանությունն էլ ազատ շուկայի։ Էլ հա, այս գլոբալ շուկայի պայմանները։ Տարօրինակ էր, որ Չինաստանի դեսպանատունը Միացյալ Նահանգներում հրապարակել է Ռոնալդ Ռեյգանի ուրեմն դրույթները, որ ազատ շուկան ինչքան կարևոր աշխարհի համար։ Կոմունիստական Չինաստանը հիշեցնում է Տրամպին, որ ազատ շուկայի դեմ է։ Որտեղ Չինաստանը ինքն է գնացել այդ ուղղությամբ։ Կոմունիզմը պահելով անդր։ Ազատ շուկայի տրամաբանությունը նրանում է, որ աշխատանքի բաժանումը եւ գլոբալիզմի նաեւ ոչ միայն ազատ շուկայի, այլ դրանից բխող գլոբալիզմի տրամաբանությունը նրանում է, որ ամեն երկիր արտադրում է այն, ինչ որ իր մոտ ավելի լավ է ստացվում, ավելի էժան է ստացվում։ Այո։ Ու հետո վաճառում են իրար, ու դա ավելի արդյունավետ է, քան ամեն երկիր ամեն ինչ արտադրի, ինչ որ ինքը սպառում է, վատ, լավ, թանկ, էժան, մի կերպ այնքան որ դուրս փող չտա։ Անիմաստ է դա։ Այսինքն արի ու ամերիկացուն համոզի, որ դու պետք է քշես միայն Ford։ Հա, բացի դրանից, ամերիկյան, ասենք, մի տասնյակի մոտեցող, ասենք, մեքենա։ Վերջին մեմը տեսած կլինեք, երբ որ ամերիկացիները նստած կարում են չինական երաժշտության տակ, այդ կարի ու ձևի բաներն են անում։ Այսինքն դժվար է պատկերացնել, որ բարձր տեխնոլոգիական հավակնություն ունեցող պետություն, որը բոլոր այդ էժան աշխատուժին վերաբերող գործերը ուղարկել էր արտասահման, որովհետև իր մոտ թանկ է աշխատուժ եւ այդ թանկ աշխատուժը մեխանիկական ծանր աշխատանքի վրա անիմաստ է ծախսել, այլ հակառակը պետք է արդյունավետությունը բարձրացնել այդ աշխատուժի, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում այդ աշխատուժը ավելի բարձր արտադրանք ստեղծի, բարձր արդյունք, հավելյալ արժեք, հա, ավելացած արժեք ստեղծի։ Հիմա հետ նահանջ, որ ոչինչ, կարևոր չի բարձր ավելացած արժեք, որտեվ այդ ավելացած արժեքով հիմա էլ դրսում չեն առնի, որտեվ իրանք էլ կոդեմ են սանկցիաներ կիրառում, տարիֆներ։ Բոլորը դեմ պատերազմում, ուրեմն այս դեպքում իդեպ Չինաստանը շահելու է, որտեղ Չինաստանը շատ ավելի վաղօրոք, շատ հեռատեսորեն այդ մեքենաների կոմպոնենտները եւ այլ նույն BYD-ի օրինակ կա։ Չինաստանը սցենարները ուներ։ Իրենք արդեն ամեն ինչ իրենց մոտ արտադրում են եւ շատ քիչ կոմպոնենտներ կա, որ դրսից են բերում, դա էլ արդեն փոխարինում են, այդ թվում բարձր տեխնոլոգիական հատվածը։
iPhone-ը Չինաստանում ամբողջությամբ հավաքելու համար Չինաստանին գրեթե բան չի մնացել։ Այո։ Եվ նույն iPhone-ները հիմա կարող է 2-3 անգամ թանկանան, որովհետև ամեն դեպքում դրա վաճառողները Միացյալ Նահանգներն են, շահույթը գնում է Միացյալ Նահանգներ, հա, եւ այդ իմաստով Տրամպը հասկացավ, ինձ թվում է, ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ Միացյալ Նահանգների համար, արդեն տեսանելի են այդ հետևանքները, եւ ինքը միանգամից հետ նահանջարեց, մի օր էլ չտևեց, հա, 1-2 օր տևեց։ Ինքը ասաց, որ 3 ամսով հետաձգում է, որ սկսենք բանակցել։ Իբր քանի որ զանգել են իրան, դիմել են այդ 70 երկրները, հիմա սկսենք բանակցել։ Բայց հիմա ներողություն, ես չեմ կարող այդ Տրամպի տված հնարավորությունը չանդրադառնալ։ Ինքը ասեց որոշ երկրների ղեկավարներ ասում են մենք պատրաստ ենք քո մարմնի որ կոնկրետ ինչ-որ մի մաս համբուրենք, մենակ թե կոտար հիմա հարց այդ 78 երկրներից այդ ղեկավարները պիտի ասեն ով էր այդ երկիրը, հո ես չէի։ Չէ, ինչ որ որտեվ երբ որ ամեն ինչ բերում է այս անձնական հարթության մակարդակի, հաշվի առնեք, որ մյուս երկրների ղեկավարները շատ ավելի մեծալուրջ մարդիկ են եւ չեմ պատկերացնում ինչ որ մեկը տես տղայական մակարդակի ասել, «Էդ ու մետ է»։ Դե քանի որ իրա մոտ տենց է, դերևս բոլորը կգցեն այն պինգվինաշենի վրա, չէ։ Իմ հետ չէ։ Այն կազիների վրա, որոնք որ Չէ, իրականում ոչ մեկ լուրջ նաև չի ընդունում տենց բաները, բայց օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայնը բավականին կոշտ հայտարարեց, ասաց, եթե այդ 3 ամիսը լրանալուց հետո հանգարց այդ սանկցիաները տարիֆները կիրառվեն, մենք մեր պատասխան տարիֆները հենց այդ նույն օրը կսկսեն գործել։ Եվրամիությունը արդեն իսկ մշակել է պատասխանը։ Պատասխան փաթեթը Եվրամիությունը արդեն հետաքրքիր փաթեթ է, Եվրամիությունը ոչ թե համատարած տարիֆների քաղաքականության է գնում, որոշ դեպքերում համատարածել է գնում, բայց որոշ ապրանքատեսակներ հատուկ ընտրել է այն ապրանքատեսակների վրա է կտրուկ տարիֆներ դնում, որոնք արտադրվում են Տրամպին ձայն տված նահանգներում, օրինակ Տեխասում կամ այն հարավային նահանգներում, եւ ըստ էության սանկցիաների է կիրառում Տրամպի ընտրողներին, որ իրենք հասկանան, թե ինչ են արել իրենք ընտրելով Տրամպին։ Սա վերաբերում է նաև Տրամպի սենատորներին ու կոնգրեսմեններին, որտեղ նրանք հանդիպում են իրանց նահանգներում իրանց ընտրողների հետ։ Բա դա եմ ասում, այդ ընտրողները վաղը մյուս օր կոնգրեսում կընտրեն դեմոկրատներին։ Եվրոպան այդ կողմից է ճնշում, Կանադան հյուսիսային նահանգներին է ճնշում Ամերիկայի, որոնք որ ընտրել են Տրամպին, հա։ Ընդ որում Եվրամիությունը թերևս արդեն կա այդպիսի կարծիք, որ արդեն իսկ պատրաստում է այն սցենարը, որ հրաժարվելու է Միացյալ Նահանգների հեղուկ գազից, իսկ հիշեցնենք, որ եվրոպական գազի սպառման այս շուկան փրկեց Միացյալ Նահանգներից հեղուկ գազի մատակարարումները, երբ որ հրաժարվեցին ռուսական գազից։ Եվ արդեն բանակցել են եւ արդեն պայմանավորվել են Կանադայի հետ։ Այսինքն այստեղ էլ է մի հատ հետաքրքիր նոր միավորում առաջանում տնտեսական շահերով պայմանավորված։ Նույնիսկ եթե Տրամպի խորհրդականների մշակական քաղաքականությունը բերելու էր միջնաժամկետ կտրվածքում Միացյալ Նահանգների համար դրական բաների, այդ թվում այդ պարտքի վերաձևակերպման առումով ինքը կարող է 1-2 տրիլիոն շահեր, բայց մի քանի տարվա կտրվածքով եմ ասում, սպասարկում է այդ պարտքի, բայց քանի որ միջազգային առևտրային կապերի փոփոխությունները, դրանց ուրեմն կառուցվածքի փոփոխությունը եւ այլն երկարաժամկետ են լինելու, տենց հեշտ չի միանգամից փոխես հետո հետ փոխես չէ, որ արդեն նոր լոգիստիկ շղթաներ ձևավորվեն, նոր կապեր հաստատվեն, ավելի վստահելի գործընկերներ գտնեն, այն դեպքում երբ որ Միացյալ Նահանգները արդեն համարվում են ոչ վստահելի գործընկեր, վաղը միսօր նույնիսկ մի քիչ ավելի լավ պայմաններ էլի վերադարձնի Միացյալ Նահանգները, տարիֆները հանի եւ այլն, մեկը չեն վերադառնալու եւ դա այնպեսի հարված է լինելու Միացյալ Նահանգներին։ Իմիջային հարվածը միշտ բերում է նաեւ ֆինանսական լուրջ խնդիրների, որը որ Տրամպին իհարկե Միացյալ Նահանգների քաղաքական ասպարեզից ուղղակի դուրս է բերելու արդեն մյուս տարի, երբ որ կոնգրեսը վստահ եմ արդեն դեմոկրատները կվերցնեն մեծամասնություն։ Եվ ընդ որում մենք 1 րոպե ունենք քննարկելու, ընդ որում նաեւ հետաքրքիր է, որ Թերևս Տրամպը արդեն շատ արագ հասկացավ այն խնդրեմ, ինքը այսօր հենց հրավիրել է համաշխարհային հռչակ ունեցող բոլոր բրենդերին, կամպանիաներին գալ Միացյալ Նահանգներ արտոնյալ պայմաններով սկսել գործունեություն։ Բայց դա բարի խոսքով սենց ընկերական առաջարկով չի կարա տեղ ունենալ։ Ամենահասարակ նույնիսկ գործարանը կառուցելու համար 3 տարի է պետք ըստ հաշվարկների։
այսինքն ինքը իր ավարտին բանի նոր կտեսնի այդ գործառների մի մասի, եթե նույնիսկ այդ բանը եթե բախտը բերի, բացմանը ժապավենը կտրի, հա։ Հա, բայց իրականում խոշոր գործառներ կան, որ կարող 4-5 տարի տևի։ Բայց այդ միջև այդ 2 տարին, որ դու կոլապսի ես հասցնելու, քո ընտրողները ինչ ասես քեզ ասելու են եւ գնալու են դեմոկրատներին ընտրեն այս միջանկյալ ընտրություններում, ո՞նց է իշխանությունը պահելու։ Էլ չեմ ասում, որ մեծամասնությունը կոնգրեսում դեմոկրատները ստանան, էլի իմպիչմենտի հարցը բերելու են։ Եվ ի վերջո ժողովրդական լեզվով ասած, վարի է ստալու քո կուսակցության ապագան։ Ոնե թե առաջիկա երկու ընտրությունները։ Տեսնում ենք, որ իր նշանակած դատավորները, նույնիսկ այդ թվում Գերագույն դատարանի Միացյալ Նահանգները, իր դեմ որոշումներ են կայացնում, որովհետև լրիվ չափերը անցել են իր որոշումները, իր շրջապատի նաև որոշումները։ Եվ նույնը սենատորները, սենատը մեծամասնությունով Կանադայի դեմ տարիֆները չեղարկեց, չնայած ինքը բավարար չի պետք է կոնգրեսն էլ հաստատի, բայց կապ չունի, այսինքն հանրապետական մի քանի հանրապետականներ միացան դեմոկրատների նախաձեռնությանը եւ Կանադայի դեմ տարիֆների դեմ ուրեմն քվեարկեցին։ Նշանակում է ինքը կորցնում է հողը ոտքերի տակ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանին։ Ամենայն բարիք ձեզ։